Պարոն վարչապետ։ Գնանք նայենք դպրոցը էլի։ Այս հիմնանորոգում է, հա։ Հիմնանորոգում է, պարոն վարչապետ, ամբողջությամբ բացի դրսի պատերից ամբողջությամբ մեջ է փոխել դա։ Ամբողջությամբ նույն բան չկա, տանիք, ջրոցում, խոսանքի վարեր, սանհանգույց, մարզադաշտ։ Մեծամոր գյուղն է, ոչ թե Մեծամոր գյուղն է։ Արաքսի Մեծամոր գյուղ։ Որ թանգարանը ստեղ է Մեծամոր, չէ։ Չէ, Մեծամոր։ Հա, այդ է մյուս Մեծամոր։ Հա։ Հա։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Շնորհավորում եմ ձեր դպրոցը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսինքն ինչքան ժամանակ է որ աշխատում ա դպրոցը։ Բարև ձեզ երեխեք։ Նստեք։ Էս ինչ դաս է այսօր։ Ոնց եք զգում ձեր նոր դպրոցում։ Գոհ եք։ Իսկ այս միջև նորոգումը ավարտվել էր, որտեղ եք անում դասեր։ Գյուղում, ուրիշ գյուղում։ Շա հիմա ոտքով եք գնում գալիս։ Թե մեքենայով։ Նայած տունը որտեղ է, չէ։ Ճանապարհը նորոգվելու է, չէ, ճիշտ հասկացա։ Շատ լավ, շատ լավ։ Դուք ոնց եք։ Լավ ամեն ինչ։ Լավ եք։ Ճանապարհը սուղիցիով դրված է։ Բարև ձեզ։ Նստեք։ Ինչպես եք։ Ինչի դաս է։ Մաթեմատիկա։ Հա, հիմա մաթեմատիկան շատ կարևոր է։ Մնացածն էլ են կարևոր, իհարկե։ Լավ եք։ Լավ, ձեզ դուր գալիս է ձեր նոր դպրոցը։ Հա, հարմար է։ Շատ լավ, լավ եղեք։ Ահա, ստեղ։ Բարև ձեզ երեխեք, նստեք։ Նստեք, բարև ձեզ։ Այս արմատն է։ Ինֆորմատիկա։ Այսինքն համակարգիչները բոլորը նոր եք ստացել։ Համակարգիչները եջեի նոր պիտի ստանանք, ես 3 տարի առաջ եմ ստացել։ Ահա։ Ակնկալիքներ ունենք։ Հա, հասկացա։ Հիմա երեխեք դուք այս 3D պրինտերը օգտագործել գիտեք։ Իրանք չէ, բարձր դասանցներ ունենք, պարոն վարչապետ։ Սահակելյան աշտարակը երեքին պատրաստել, որը տևել է այս ժամից մինչև գիշերվա ժամը 3-ը։ Հա, սենց դանդաղ, հա։ Հա, մերը մի քիչ հին է, մեկ է սրանք, որ արդեն դասի ժամին ենք պատրաստում։ Շատ լավ։ Ռոբոտներ ենք հավաքում, տակը ունենք, էլի դետալները հավաքում ենք։ Շատ լավ, շատ լավ։ Ինտերնետ էլ ունեք։ Իսկ հիմա մենք անցնում ենք ողջ ծրագիրը 6-րդ թվային գրագիտություն։ Այո։ Իրանք տեքստեր են գրում, տեքստեր են ձևավորում, հետո շապսից նկարներ են հանում, այդ գծակ պատկերներ են հանում, տարբեր պատկերներ ենք նկարում։ Էս էլ է, չէ, լավ լուծում է, որ աթոռները պատերը չվնասեն։ Իսկ ձեզ դուր գալիս է ձեր նոր դպրոցը։ Այո։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Նստեք երեխեք։ Բարև ձեզ, ինչպես եք։ Ինչ դաս է։ Նստեք երեխեք։ Արահաշի, շատ լավ է։ Լավ եք զգում ձեր նոր դպրոցում։ Ձեզ դուր գալիս է։ Դասանները փոքր են, հա։ Հա, այսինքն հին նախագծով։ Շատ լավ։ Շատ լավ, ուրիշ բոլոր դասաններ չենք մտնի։ Լաբորատորիա, ահա։ Լաբորատորիա մտնենք, տեսնենք։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լաբորատոր գույքը ունեք ամբողջական։ Հա, նորմալ է։ Եվ ոնց է ազդում կրթական պրոցեսի վրա։
Օգտագործում է ռեալ, օգտագործում եք, հա։ Ստեղ էլ ունեք գույքեր։ Նույնիսկ սենց մեքենաներ ունենք։ Վարկանացույցեր։ Մենք բանի, այսինքն դասագրքի մեջ փորձերի նկարագրություններ էլ կան, չէ՞։ Դասի մեջ կա եւ առանձին լաբորատորներ կան։ Շատ լավ։ Շատ լավ։ Մարզադահլիճ ունենք այստեղ։ Իսկ քիմիա լաբորատորիա Ահա, բարև ձեզ երեխեք, բարև ձեզ։ Նստեք։ Ինչ փորձ եք անում, թե չեք անում այսօր փորձ։ Զգույշ։ Մարի ջան, արի պատմի ինչ էիր պատմում։ Հա, կենսաբանությունն է։ Մարսողությունը տարբեր հատվածներում։ Բերանի խորոչում, Այստեղ են միանում են կույրաղիքը, սա կույրաղիքն է, այստեղ միանում են հաստավիներն և բարակաղիքները։ Այնուհետև մեր ուղիղ աղիքն է, սնունդը գնմատեպ մեր ուղիղ աղիք, որտեղից էլ հետանցքով դուրս է գալիս։ Շատ ապրեք։ Մարի ջան, պարոն Փաշինյանին, մեր տիկի նախարարին ասեք, ինչ փորձեր եք անում։ Ինչ Մենք հերթուներ ենք արել, օրգանիզմներ, տարբեր օրգաններ ենք հերձել, թոքեր, լևյարդ, Բայց ինչ ոչխարի։ Բա միսը ինչ եք արել հետո։ Միսը կենդաններն եք տվել, պարոն Փաշինյան։ Հա։ Ոչխարի միսը։ Չէ, դուք հետ Հա, հասկացա։ Այս ակվարիումը լավ է ձեր։ Խնամում եք ձկների։ Հա։ Ակվարիումի մեջ բազմանում են ձկները, թե չէ։ Հա, հա, եղել է։ Օրինակ այս գուպի ձկները հենց կենդանացին են, այս ոչերով, հա, բնավոր ոչը արույա։ Շատ լավ։ Մենք նախագծային էլ ենք անելու ձկներով, այդպես։ Ձեզ դուր գալիս է, որտե ինչքան ժամանակ է որ այստեղ եք դասի գալիս։ Ես կիսան։ Հովանի 7-ից։ Շատ լավ։ Իսկ ձմեռ տակա եղե հո չեք մրսել։ Շատ լավ։ Համակարգը լավ գործ է, շատ Պարոն Խաչատրյան, որտեղ մարզադահլիճ չունենք, պետք է կառուցենք։ Այո, շատ կարևոր է։ Եվ ճաշնարը Նախ ինչեր է ճաշնարը եւ մարզադահլիճը մանկապարտեզի ողի հատվածի ծառայությունը նախագծում շատ լավ։ Ահա, այստեղ թենիսի սեղան ունենք։ Օգտագործում են երեխեքը, խաղում են։ Բարև ձեզ։ Նստեք։ Նստեք երեխեք, բարև ձեզ։ Շախմատի դասը, տեղը շատ փոքր, ներված, ստիպած տեղ ենք անցկացնում։ Հա, բայց ինչ է, նորմալ է։ Դե որ միջոցառումներ ա լինում, հավաքում ենք այս ամեն ինչը։ Հա, դա էլ է նորմալ, բա։ Որ տարածքը պետք է օգտագործեք։ Օգտագործենք, բայց մենք որ ունենանք շախմատի դասարան, ավելի լավ կլինի։ Կունենանք, հետագայում նախատեսվում։ Շատ լավ։ Դե առաջ քայլ արա, հələ տեսնենք ինչ ես համարում։ Հա, շատ օրիգինալ մեկնարկա։ Բա ինչով կպատասխանես այդ անսպասելի քայլին։ Համարժեք։ Հա, տենց ամենաճիշտ ձևը, ինքը ինչ քայլ անում, հա, նույն քայլ անում ես։ Ոչ ոքի երաշխավորված։ Ապրեք երեխեք։ Այս աթոռների մասին էի ասում, պիտի որ լավն լինեն։ Ամուրը համել պրակտիկա։ Ասենք այնտեղ մյուսները մեկը հա որ նոր դրած է լավա բան, բայց հետո ծակվելու է, սկսվելու այդ մեջի պարունակությունը դուրս գալ։ Երեխեքի համար սա ավելի պրակտիկա, որտեղ սա ջարդվեց կփոխվի։ Նա սկսելու է կտորը բանը լնել, տենց, հետո
տարածքը լավ Հավաքել օգտագործել, այո։ Ընդհանրապես տարածքի հետ կապված, որ ասում եք, նաև գույքերը տեսեք, ժամանակակից գույքերը եւ գրասենյակային եւ այն նախագծվում են այնպես, որ իրանք շարժական լինեն, որովհետեւ հիմա պետքա եւ ճիշտ է տարածքները օգտագործել ռացիոնալ, այս ժամին հեսա պետք է տենք դնում, հետո չէ հավաքեցինք այլ բան դնենք, այսինքն տրանսֆորմերի տրամաբանությամբ տրանսֆորմերի դարա եւ ամեն ինչը պետքա լինի տրանսֆորմերի տրամաբան։ Շատ հարմար։ Հա։ Անջատվում է, դուրս է գալի, անջատվում է ու ասենք հավաքում են։ Մարզանք կարան անեն, այո։ Շատ լավ, դե էսեղ էլա սկզբնական նախագիծը եւ մենք ահա բայց երկարաժամկետում իհարկե մենք պետքա մեր պլանում լինի են, որ այս կարգի, այս նախագծի դպրոցները դուրս գան եւ գան նոր դպրոցներ։ Բայց հիմա մյուս կողմից չենք կարող երեխեքին ասենք դե լավ ոչինչ, ձեր փոքր քույրերը եւ եղբայրները կգան։ Հիմա որտեղ հնարավոր է նորոգենք, որ այս պայմանները շատ թե քիչ, այսինքն նորմալ պայմաններում լինի, հետո ավելացնենք, հետո մասնաշենք կավելացնենք, ես էլ կմնա հին բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ են ձեր գործերը։ Բացի դասագրքերից էլ ինչ գրքերին եք։ Վարչապետ, մենք բոլորին տալու ենք նոր գրքեր։ Արդեն ցանկերը կազմված են, հիմա անում ենք գնահարցումները եւ մեր բոլոր դպրոցներին բացի գրադարանի գույքից նաեւ նոր գրքեր ենք տալու։ Տիկին Անդրեասյան, քանի որ գրքերի մասին խոսեցինք, եւ ես այդ դրա մասին խոսել եմ նախկինում առիթ չի եղել, որ հիմա ասենք օրինակ այդ նույն հայոց պատմության հատորյակը, չէ, հիմա գրքերը իհարկե կան տարբեր ֆորմատի, բայց աշխատում են տպեն այնպես, որ մարդիկ տրանսպորտի բանի մեջ կարդալու հետաքրքիր լինի։ Ասենք կարող ենք այդ գրքերը, որոնք պարզա ակադեմիական հրատարակությունները, որոնք ընթերցասրահում, բանում աշխատելու համար հարմար են, նաև մտածենք, խնդրենք այդ նույն հատորյակներից կտորներով, որ գրպանում տեղավորվի, տրանսպորտի մեջ կարդալ հնարավոր լինի, օդանավի մեջ ես օրինակ որ բանով դե Միացյալ Նահանգներ ռեյսովի օդանավով եմ բանանում, թռնում, ասենք այդ չափի գիրքը ինքը բոլոր առումներով շատ դժվար է օգտագործել, բայց որ նույնիսկ փոքր ֆորմատի գիրք եւ ասենք Եվրոպայում Միացյալ Նահանգներում էլ որ գրախանութ մտնում եմ, ասենք հիմնականում գրքերը հարմարեցված են, որ ճամփորդելիս հարմար լինի, համ քաշից սկսած, ինչ թուղթ է ընտրվում, քաշից սկսած, որ ինչպես ընդունված է ասել, հաճախորդամետ user friendly լինի եւ կարելի է բան անել։ Հիմա կոշտ կազմերը շատ ընդունված չեն ընդհանրապես, ասենք կոշտ կազմով գիրք, որովհետեւ ինքը համ ծանրացնում է, համ վնասվում է, բան է անում, համ թանկ է, այո։ Շատ լավ, տենց մի քիչ ձեր գրադարանում, տենց գլոբալ գրահրատարակության խնդիրների անդրադարձանք։ Ներշնչեց ձեր գրադարանը, լավ է դա։ Հա? Շատ լավ։ Նա բարև ենք երեխեք։ Երեխաներ, բարև ձեզ։ Նստեք։ Ոնց եք, նստեք երեխեք։ Ինչ դասեք հիմա անում։ Լավ եք, ձեր նոր դպրոցը ձեզ դուր է գալիս։ Կարևորը որ չեք մրսում, եթե սենց վերնաշապիկով եք, ուրեմն չեք մրսում։ Լավ եք սովորում։ Ինչքան լավ։ Ինչքան։ Ասենք 10 բալանոց համակարգով որ գնահատենք, ինչքան եք լավ սովորում։ 11 ապրեք։ Աշխարհագրության։ Բարև ձեզ։ Նստեք, բարև ձեզ։ Ինչպես եք։ Նստեք։ Լավ եք։ Ինչ դաս եք անցնում։ Հայաստանի աշխարհագրություն,
Ահա տրանսպորտներ, դասը նախորդ դասը։ Պարոն Խուդացյան։ Տրանսպորտ Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի պատասխանատուն համար 1 տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն է։ Ճանաչում եք պարոն Խուդացյանին, եղել է նաեւ Արմավիրի մարզպետը նախարար նշանակվելուց առաջ, եւ մենք հիմա բավականին լուրջ տրանսպորտային խնդիրներ իհարկե հանրապետությունում ունենք, եւ դուք էլ համոզված եմ ձեր բնակավայրում այդ խնդիրը տեսնում եք, որովհետեւ այստեղից Արմավիր կամ մարզկենտրոն տրանսպորտ աշխատում է։ Նեչնիացին քաղաքից Վարշավա-Վարշապատի Այստեղ երկու կտորով է եղել մրցույթը, Վաղարշապատի տարածաշրջանի իդեալական աշխատումը Արմավիրին 2020 թվականից դատական բանն է։ Դե մենք հիմա մեր պատկերացումն է նա, որ մարզային տրանսպորտային ցանցեր պետք է ունենանք, մի մարզում կա, երկու մարզում ներդրվում, երկու մարզում լրիվ կա, որը Կոտայքն, Արագածու Կոտայք, Արմավիրի մարզում Վաղարշապատի տարածաշրջանը ամբողջությամբ կա, հիմա ընթացքի մեջ է Արարատինը մինչև համար այս հարցը եւս կլուծվի եւ ընթացքի մեջ է Գեղարքունիքինը էլի մինչև մայիս-հունիս ամիսները դա է ամբողջությամբ կլուծվի, կանցնենք մյուս մարզերին։ Շատ լավ։ Ձեզ դուր գալիս է դեր նոր դպրոցը։ Շատ լավ, շնորհավորում եմ, հաջողություններ։ Ես չհասցրեցի ասեի, եկող ճանապարհը Վաղարշապատից մինչև ստեղ, ամբողջից տարված ամբողջ։ Դե տեսա որ 7 կիլոմետր, մեկ էլ 2.9 կիլոմետր նախագծի Արարատի դասարան։ Բարև ձեզ երեխաներ։ Նստեք, բարև ձեզ, ինչպես եք։ Մի գնա, դու դաս էիր պատմում։ Հա, չէ։ Վարժություն, հա, մաթեմատիկա, այսօր մաթեմատիկայի օր է, որովհետև դասարանների հիմնական մասում Հիմա մեծ ֆիզկուլտուրա է, ուղղակի որ դուրս չեք եկել, նորից մաթեմատիկա։ հա, շատ ճիշտ է որոշել։ Ազատ ժամանակը տրամադրել մաթեմատիկային։ Ահա, ճիշտ է, մարզադահլիճ չունենք, բայց այս սեզոնի համար ունենք, չնայած ձմեռվա սեզոնին էլ կարելի է օգտագործել։ Նայած եղա։ Չէ, պարզ է։ Բայց միշտ չի, չէ որ ջուրն ու անձրևը։ Այս հատակը շատ ինչա պրակտիկայում ցույց դիմանում է երեխեքի ոտերի տակ։ Ավելի լավ, քան այն նախկիներում, որ խոտի տեսքով վերում էին։ Հա, այն խոտի տեսքովը բան է, մաշում է իհարկե։ Օգնում է շուտ։ Խաղում են երեխեքը։ Այո, իհարկե։ Էսի մասնակի բանը վարչապետ, որտեղ ուզում ենք կարող ենք փոխենք նույն ձևի, նույն տեսքի։ Հա։ Հա, Այսինքն մի կտոր կար։ Հա, շատ լավ է։ Շատ արագ, ու շատ արագ արվում։ Շատ լավ է։ Մենք նախատեսենք, վարչապետ հետագա արդեն պլանավորած է։ Էս ինչ շենք է, սա, մանկապարտեզը։ Հա։ Այստեղ սարքենք իր համար մի հատ կորպուս, գալերեայով կպտնենք այդ կորպուսին արդեն։ Այսինքն գյուղի կրթական կլաստեր է դառնում, էլի շատ։ Հիմա ավելացել է աշակերտների վերանորոգումից հետո այդ որ սարքենք ավելի շատ կլինի։ Այսինքն պատկերացնում ենք եւ սպորտ դահլիճը, եւ հանդիսությունների դահլիճ, եւ ճաշարան, շատ լաբորատորիաների հատվածները ավելի հաջող պլանավորել, որ Այս դպրոցը որ թվից կա։ 2005 կառուցվել էր, բայց կադրեր ունեն։ Այս մասին է, պարոն վարչապետ, որ ասում են կառուցվել է այդ շրջանում, այսպես բաներ են կառուցել։ Շենքը դրսից շատ լավն է երևում, ներսից ահավոր վիճակ կադրեր ունեն կարա։ 2005 Լավ եղեք։
Ճանապարհն էլ էս բանա սուբվենցիա է։ Ընդեղից 7 կիլոմետր վաղարշապատից դուրս եկանք, մեկ էլ 29 կիլոմետր ամբողջը հիմա նախագծում։ Էս հետո լավ տրամաբանություն է, էլի ճանապարհները ըստ դպրոցների կողմնորոշվել։ Այսինքն մեկը միտեղից պետք է սկսենք միշտ բանա, չէ՞, քննարկումը շփոթ առաջանում որտեղից սկսել, որտեղ դպրոց կան նորոգում ենք, այդտեղ սկսա ճանապարհներ նորոգելով։ Շատ լավ։ Շատ լավ։ Հա, եղբայր, ինչ եք ասում, ասեք։ Կարելի է։ Հա, իհարկե կարելի, ասեք։ Առաջին բարև եք եկել։ Նորից բարև ձեզ, բարև ձեզ։ Երկրորդը, շնորհակալություն քեզանից։ Քո ամբողջ կառավարական կազմից, դպրոցի, մանկապարտեզի մանկապարտեզ չենք։ Վաղ կներես։ Հազարականներով։ Եկել ես գազի համար։ Բա ճանապարհի։ Եկել ես գազի։ Արո վարչապետ, ժապավեն է, բականի, երբ եք կտրել։ Ինչի։ Կարմիր ժապավեն է։ Ինչի։ Այս գազը գազ, կապուտ գազի հասնի։ Երբ են կտրել։ Այսինքն 10-ին փակելը վարել է։ Եվ մեզ Այսինքն խողովակը պատրաստ է, բայց դեռ գազը չկա։ Պատրաստ է խողովակաշարը ամբողջ տնասի, այնտեղ մենակ գերեսն են կառուցում այս պահին։ Եվ շնորհակալ ենք մեր համայնքի ղեկավարին։ Բնականաբար։ Հիմա այս դպրոցի ինչ են կարել այս պահին դպրոցի եղած ինչ որ եղել է նորոգել ենք հիմա հաջորդիվ կկառուցվի նաև չէ բանը մարզադաշտնել ենք չէ մարզադաշտնել ենք նորոգել հա հիմա կկառուցվի նաև ֆիզկուլտուրայի դահլիճ, հանդիսությունների սրահ եւ ճաշարան։ Եւ այո, կողքը կավելանա եւ նաև երևի եթե դասասենյակների կարիք էլ հա գյուղապետարանը համայնքի ղեկավարը կկառուցի։ Ճանապարհ ունենք սարքել, կենտրոնական ճանապարհ։ Այդ կենտրոնականը չի։ Նախագծման փուլում։ Շնորհակալություն։ Հերթով կսարքվի։ Ընկերս քեզից շնորհակալությունը հայտնի։ Ինքը երեք օպերացիա էլ է սրտունա եկել սրդի ստենդադրի։ Ասես կեզած իմ կողմից վարշապետին դե 65 պլյուս է։ Իմ կողմից վարշապետի շնորհակալություն կա չկարողացան գալ։ Իմ կողմից առողջություն։ Հետո մեկ էլ մի խնդրանք էս մեր Հայաստանի զնակներից կարող է ինձ նվիրես։ Հեսա Զնակ չի Հայաստանի քարտեզ։ Այո, Կանադա դե 4 հատ ունից։ 4 հատ մի հատ։ Շնորհակալություն։ Ով ուզում է մի հատ, ով ուզում է մի հատ։ Մեր գերեզմանոցի շատ շնորհակալ ենք, պարոն վարչապետ, քեզ առողջություն, երկարատարների կյանք։ Շնորհակալ։ Որ ղեկավարես մեր ամբողջ Հայաստանը։ Դե դա արդեն ձեզնից է կախված։ Այո, մեզանից է կախված։ Այդտեղ ես շատ անելիք չունեմ, այսինքն իմ անելիքը հնարավորություն ձեր իմ անելիքը կներեք արտադրություն ես խնդրեմ չունեք։ Շնորհակալ եմ։ Ո՞րդ գազի չհերցե։ Գնացի։ Ժորժ ջան, չէ, այդ են չին, որ ասում եք ոտդ գազի չվերցնեք։ Վերջը պավարոտ կա, բան կա։ Պետք է Պուտինի մոտ լավ էլ գազ տվի։ բարեկամական զրույցեր դա ես նկատում եմ պետք չի միշտ դուք որ ավտո եք քշում միշտ գազին, հա, չէ, մեկ տորմուզել եք անում, մեկ աչ եք քաշում կանգնում, մեկ եւ այլն, բայց Պարոն վարչապետ, մի բան համեցեք, էլի։ Մենք 65 անց ենք, շատ գոհ ենք ձեզանից, կնոջս օպերացիային արել, աչքի ու ձրի։ ձրի չի։ Ասենք Ձեր փոխարեն վճարելա պետական բյուջեն, բայց պետական բյուջեն իրականում ո՞նց է ձևավորվել, որ դուք բոլորդ գնացել եք խանութ, մի բան եք առել, ՀԴՄ-ն վերցրել եք, այդ ՀԴՄ-ից ինչ որ մի հատ գումար ընդեղ ա մտել, որ աշխատավարձ եք ստացել, եկամտային հարկ եք վճարել, այդ ինչ որ գումար գնացել է այնտեղ եւ այլն եւ այլն։ Իսկ մի հատ խնդրանք, մեր էջմիածնում հնարավոր է որ դիալեզի կենտրոն բացվի, որովհետեւ ես 4 տարի է իմ աղջկան տանում եմ։ Դիալեզի կենտրոն։ Վաղարշապատի բժշկական կենտրոնը կառուցման փուլում է։ Հա, կառուցումը կլինի։ Կլինի։ Ուղղակի շատ ենք էլ օրը մեջ հիվանդանոց ենք եթում։ Շատ լավ։ Նախարար ափսոս ստեղ չինք ավելի ճշգրիտ կասել, բայց ինձ թվում է հավանականությունը մեծ է։ Լավ եղեք, շնորհակալ։ Պարոն վարչապետ, բարև ձեզ։ Բարև եղեք։ Պարոն վարչապետ, ես պետության աջակցությամբ լավ մեծ լիզինգով լավ մեծ տնտեսություն եմ կառուցել ջերմատներ։ Շատ կուզենա, եթե ժամանակը սուղ չի, ես ճանապարհի ժամանակը հիմա սուղ է, բայց այն մյուս փուլին որ գանք, պլանավորենք
Ինչքան տարածք։ Համարյա հեկտար ու 2-3 Ինչքան լիզի հետ վճար եք ստացել թե։ Չէ, կեսը մենք կառուցել ենք։ Նորմալ, դա նորմալ աջակցություն է, նորմալ առանց դրա չէին կարող այդ ունենային։ Ինչ եք աճացնել։ Ծաղիկ։ Արդեն կա դրած է։ Հաջողություն։ Մյուս անգամ այսօր պլանավոր է տա ուղղակի չսպասեցնենք մարդը։ Այս գյուղ, այս ճանապարհի վրա է, Ես էլի լիզինգի ծրագրի հետ է կապ, ապարիկի վրա է։ Դե կնայի։ Բարի։ Այո, իհարկե։ Հագցնեմ իմ ձեռքով։ Ձեր անունով է էլի դիմումը։ Շատ լավ, իմ օգնականն էլ ասել։ Լավ է։ Հա, շատ լավ։ Գնացինք։ Ուրախ եմ, եղբայր, հաջողություն, շնորհակալ եմ, որ մոտեցար ասեցիր։ Շնորհակալ եմ, հաջողություն եմ։ Լավ, եղբայր։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար